Փոքրիկ հոլովակ էի նայում, որտեղ վարչապետի տրոլինգն էր։ Ասում էր մարդուն հաց տուր, մի քանի օր հետո կասի էլի հաց չունեմ, նորից հաց կտաս, էլի մի քանի օրից կասի հաց չունեմ, եւ այսպես կրկնում էր մոտավորապես 5-6 անգամ։ Վերջաբանը այդտեղ չկար, բայց կարծեմ վերջաբանն այսպես է, որ հացի փոխարեն նրան կրթություն տուր։ Նախ այդ հաց տալու համակարգը աշխարհի նույնիսկ հարուստ երկրներում գոյություն ունի։ Դեռ ավելին, երկիրը ինչքան հարուստ է, այնքան այդ նպաստների, աղքատներին օգնելու համակարգը ավելի լավ է աշխատում։ Բացի այդ, կրթությունը եւ լավ ապրելը իրար հետ այնքան էլ կապված չեն։ Երկու դիպլոմով սոված մարդիկ կան եւ 4-րդ դասարանի կրթությամբ բավականին լավ ապրող մարդիկ։ ԱՄՆ-ում, եթե մարդը ավարտել է քոլեջ, հպարտանում է դրանով։ Իսկ քոլեջը դա տեխնիկումից մի փոքր ցածր եւ ուսումնարանից մի փոքր բարձր էր։ Սովետական համակարգի հետ եմ համեմատում։ Երևի դա էր պատճառը, որ Սովետական միությունը փլուզվելուց հետո Հայաստանում 90-ական թվականներին եւ ուսումնարանները եւ տեխնիկումները երկուսն էլ կոչեցին քոլեջ անունով։